Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նոյանտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք հանուն հանրապետության կուսակցության նախագահ պարոն Արման Բաբաջանյանի հետ։ Ողջույն պարոն Բաբաջանյան։ Բարև ձեզ։ Շատ շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը։ Դեռևս դեկտեմբերին, երբ որ մեր հարցազրույցի ժամանակ դուք տեղեկացրեցիք, որ Հայաստան է այցելելու Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Վենսը, այդ ժամանակ դեռ շատերը ոչ թե թերահավատ էին, չէին հասկանում ոնց կարող է այդպիսի կտրուկ որոշում կայացվի Միացյալ Նահանգների կողմից եւ Ջեյ Վենսը այցելի Հայաստան, բայց շուտով Եվս ձեզանից մենք ստացանք այդ ինֆորմացիան, տարածվեց սոցցանցերում, ես տելեգրամ ալիքներով տեսա, էլի ձեզ վրա էր հողումը, որ փետրվարի 9-ին է կայանալու այցը։ Նախ առաջին հարցը որտեղից ձեզ այդ տեղեկությունները, եւ երկրորդը դուք Facebook-յան ձեր էջում որոշ մանրամասներով եք կիսվել այդ այցի հետ կապված, այժմ կխնդրեի, որ կիսվեք նաեւ մեր լսարանի հետ։ Ես ընդհանրապես Միացյալ Նահանգների բոլոր վարչակարգերի հետ բավական սերտ հարաբերությունները մշտապես պահպանել եւ շարունակում եմ շատ սերտորեն աշխատել տարբեր պետական եւ ոչ պետական գերատեսչությունների հետ, ովքեր այս կամ այն կերպ մեր տարածաշրջանի հետ ունեն հետաքրություններ եւ հեռանկարներ, հորիզոններ, իսկ գիտեք օգոստոսի 8-ից հետո այդ հետաքրությունը շատ ավելի ընդգրկուն եւ շատ ավելի մեծ ծավալով կարելի ասել Միացյալ Նահանգների մայրաքաղաքում տարբեր գերատեսչությունների ուղղություններով ահռելի մեծացել է, ահռելի ծավալով մեծացել է եւ դրան իհարկե պետք է համարժեք արձագանք լինի նաեւ Հայաստանից դրան չպիտի արձագանքող լինի միայն իշխանությունը չափազանց կարևոր է որպեսզի մենք այս օրակարգի շուրջ լայն կոնսոլիդացիա կարողանանք ապահովել հասարակական եւ քաղաքական միուս դերակատարների ներգրավմամբ եւս որպեսզի նաեւ ամերիկացիները տեսնեն որ իրապես արժանիորեն գնահատվում է այն աշխատանքը որ կատարվել է Միացյալ Նահանգների անմիջական ներգրավմամբ նաև որպես միջնորդ խաղաղության գործարքի եւ իհարկե այն երկկողմ պայմանավորվածությունների իրականացման տեսանկյունից, որի մասին նաև դուք խոսեցիք եւ որոնք ավելի գործնական տեսք կստանան փոխնախագահ Վենսի այցելությամբ։ Գիտեք, առհասարակ մեր տարածաշրջան եւ մասնավորապես Հայաստան ամենաբարձրաստիճան ամերիկացի պաշտոնյան, որ այցելել է երբևէ, դա եղել է պետքարտուղար Բեյքերը, Հիլարի Քլինտոնը, Մադլեն Օլբրայթը եւ դրանից բարձր պաշտոնյա չենք ունեցել։ Վրաստան այցելել է Միացյալ Նահանգների նախագահ, փոխնախագահ Փենսը, բայց առաջին անգամ Հայաստան այցելում է Միացյալ Նահանգների փոխնախագահ եւ դրա մասին առաջինը ավետում է նախագահ Թրամփը իր սոցիալական ուրեմն էջում եւ նշում է որ փաստորեն այցը լինելու է տարածաշրջանային մի բան որ նախապես պիտի լիներ բացառապես Հայաստան այցելության օրակարգով շատ լավ է որ տարածաշրջանային է լինելու շատ լավ է որ սա շարունակությունն է օգոստոսի 8-ի համաձայնությունների եւ Ադրբեջանը կարողացավ հասնել նրան որ Ջեյ Վենսը նաեւ Բաքու այցելի, բայց իհարկե մենք հասկանում ենք որ օրակարգով ամենածառաբեռնված նա լինելու է Հայաստանում։ Եվ ամսի 6-ին նա կլինի Միլանում, այցելելու է ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությանը, դրանից հետո արդեն ռեգիոնալ այցի շրջանակներում ամսի 9-ին կլինի Հայաստանում, կհանդիպի Այս պահի դրությամբ հայտնի են 3 հանդիպումներ վարչապետի, ուրեմն նախագահի եւ արտգործնախարարի հետ, թեև չի բացառում, որ ուրեմն այլ ավելի այսպես շահագրգռված շրջանակներ ցանկանան հանդիպել եւ այդպիսի հանդիպման հնարավորություններ ստեղծվեն։ Մանրամասների մասով հատկապես կուզեմ ընդգծել
Թրիպի վերաբերյալ գիտեք շրջանակային համաձայնություն ձևավորվեց հունվարի 13-ին Արադ Միրզոյանի եւ Մարկո Ռուբիոյի միջև մենք արդեն գիտենք մոտավորապես եւ համամասնությունը եւ գիտենք թե ինչ խնդիրներ են լուծելու ամերիկացիները եւ Հայաստանից ինչ է պահանջվում եւ այս իմաստով կարծում եմ որ Վենսի այցելությամբ այդ կորպորացիան կստեղծվի հայ-ամերիկյան որը նաև կնշանակի, որ հիմնարկեքն է տրվում Թրիպի եւ դրանից հետո այլևս կարող են աշխատանքները մեկնարկել։ Ես կարող եմ նույնիսկ գաղտնիք բացահայտել ձեզ համար, որ ամերիկացիները մինչև վերջին պահը պնդում էին, որ թուրքերը գան եւ կառուցեն Թրիպը, որովհետև իրենք ունեն համապատասխան եւ մասնագիտական, եւ նյութատեխնիկական, եւ շինարարական, այսպես իրենց ստանդարտների կվալիֆիկացիան։ Հայաստանը դեմ էր դրան եւ ամերիկացիները հասկացան, որ դա նուրբ թեմա է եւ թուրքերը հատկապես այդ հատվածում նրանց ներկայությունը կարող է նաև ներքաղաքական անհանգստություններ ստեղծել։ Մեր տարբերակը չինացիներն էին, որովհետև չինացիներն էլ ունեն տեխնիկական եւ մասնագիտական համապատասխան հմտությունները, ամերիկացիները դրան էին դեմ։ Այդ դեպքում մենք պիտի ինչ-որ լուծում գտնեինք, որը երկու կողմերին էլ կբավարարեր։ Արաբական Էմիրատներից ընտրվեց այն մոտավորապես շինարարական կազմակերպությունների մի շարք տարբեր կազմակերպությունների համախումբ, որոնք ուրեմն այս ընկերության կողմից կվարձակալվեն եւ նրանք ուրեմն իրենց աշխատանքները կիրականացնեն ուրեմն Մեղրի այդ 43 կիլոմետրանոց հայ-իրանական սահմանի ամբողջ երկայնքով, որտեղ նախատեսված են ահռելի շինարարական աշխատանքներ, բացի շինարարական աշխատանքներից նաև կահավորման աշխատանքներ, որտեղ գիտեք համ ճանապարհներ պիտի կառուցվեն, համ երկաթուղի պիտի կառուցվի, համ էլ ուրեմն նավթամուղերի, գազամուղերի եւ մանրաթելային մալուխների համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ։ Իսկ սա ահռելի ուրեմն աշխատանք է ենթադրում եւ հարյուրավոր, հազարավոր մարդկանց ներգրավում այս ենթակառուցվածքների աշխատանքներում։ Երկրորդ ամենակարևոր ուղղությունը, որի մասին նաև Թրամփն է հիշատակում այս այցի առիթով, նշում է, որ ուրեմն միջուկային խաղաղ ռեակտորի կառուցման շուրջ համաձայնությունը վերջնականապես ուրեմն կկայացվի։ Գիտեք, անցյալ տարեվերջին տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը խոստացել էր, որ Հայաստանը վերջապես կհայտարարի, որ թե որ երկրի հետ է պատրաստվում ուրեմն իրականացնել 2036 թվականին իր գործունեությունը դադարեցնող ուրեմն ատոմակայանից հետո, այո, նոր ատոմակայանը։ Եվ դա փաստորեն Միացյալ Նահանգներն է վերջնականապես ընտրվել է, մոտավորապես նաև ծավալներն են հայտնի, բայց ակնհայտորեն այն տեխնոլոգիան, որ Միացյալ Նահանգները մեզ հետ կկիսվի, դա մեզ թույլ է տալիս ոչ թե մեկ, այլ մի քանի ատոմային կայաններ ունենալ Հայաստանի տարածքում։ Գիտեք նաև, որ ատոմակայանները համարվում են մաքուր էներգիա, կանաչ էներգիա, որովհետև դրանք արտանետումներ չունեն, եւ հատկապես մոդուլային տեխնոլոգիան ատոմակայանների չունեն այն նույն ռիսկերը, որոնք որ ունի տուրբինային համակարգով կառուցված ուրեմն ատոմային կայանները։ Իսկ մեզ հավելյալ էլեկտրաէներգիայի աղբյուրներ են պետք։ Օրինակ, եթե մենք այս պահին ունենանք բավարար ծավալի էլեկտրաէներգիա եւ էներգիայի աղբյուր, մենք կարող ենք օրինակ ոչ թե պղնձի կոնցենտրատ արտահանել ինչպես անում ենք հիմա, այլ մի քանի անգամ ավել եկամուտ ստանալ հենց պղինձ կորզելով, իհարկե դրա համար նաև ծնծմբաթթու է անհրաժեշտ, որը անհրաժեշտ ծավալներով մենք կկարողանանք երկաթուղով արդեն բերել, այսինքն էապես կարող է այդ հատվածը, հատկապես հարավը, էապես տնտեսական ահռելի մեծ առաջընթաց ունենալ եւ թռիչքաձև ուրեմն աճ ապահովել։ Երրորդ ամենակարևոր համաձայնությունը, որ արդեն այսօր գետնի վրա շինարարական աշխատանքներ են
են տեղի ունենում Հրազդանի տարածաշրջանում Գագարին գյուղի այդ հատվածում, դա կիսահաղորդիչների այդ կլաստերն է, որը Միացյալ Նահանգներից փաստորեն համապատասխան կիսահաղորդիչներն են արտոնվել, որ դրանք տեղափոխվեն Հայաստան եւ համապատասխան դատաբազաները պետք է կենտրոնացվեն Հայաստանում եւ Հայաստանը մեծ հաշվով դառնում է տարածաշրջանային արհեստական բանականության շատ կարեւոր հանգույց, hub։ Միացյալ Նահանգների գնահատմամբ այս 3 ուղղություններով Հայաստանի հետ երկկողմ ձևաչափով ձեռք բերված համաձայնությունները թույլ կտան տևական երկարաժամկետ կտրվածքով հասնել խաղաղության, հասնել տնտեսական բարգավաճման, Հայաստանից կախվածությունները այնքան ավելացնել ամբողջ ռեգիոնի համար, որ որևէ ոտնձգություն, որևէ հարձակում Հայաստանի նկատմամբ դառնա հարձակում սեփական կայունության եւ սեփական անվտանգության նկատմամբ։ Օրինակ կիսահաղորդիչների այս կլաստերը տարածաշրջանում միակն է եւ Միացյալ Նահանգները ընտրել է հենց Հայաստանում դրա կառուցումը, որպեսզի դրան ընդհանրապես Հայաստանի նկատմամբ որևէ ոտնձգություն կարող է խաթարել սեփական երկրում արհեստական բանականության են ամբողջ համալիր աշխատանքները, որոնք որ կախված են նաև այն կենտրոնից, որոնք կենտրոնից եւ կենտրոններից, որոնք կառուցվելու են Հայաստանում։ Այս իմաստով եւ էլեկտրաէներգիայի արտահանման հեռանկարները բոլոր երկրներ, մենք հիմա Իրան ենք ուղարկում SWAP համակարգով, վաղը դրա կարիքը ունենալու է հատկապես Թուրքիան, Ադրբեջանը, Վրաստանը, որի հետ մենք արդեն անցյալ ունենք այդ իմաստով, շատ կարևոր է որպեսզի Հայաստանը հնարավորինս շատ կախվածություններ ստեղծի իրենից եւ մեզ մոտ գեներացվող էլեկտրաէներգիան մենք կարողանանք ուրեմն դրա ավելցուկը մեր հարևաններին ուրեմն մատակարարելով դա հավելյալ ավելացնենք մեր անվտանգության բարձիկները եւ անվտանգության մակարդակը։ Դա դուք գնահատում եք որպես անվտանգության բացառապես, ընդհանրապես էս այցը ինքնին անվտանգության նույն տրամաբանության մեջ է եւ որքան էլ մենք փորձում ենք տրիպը եւ հայ-ամերիկյան փոխգործակցությունը գնահատել որպես տնտեսական առավելապես համագործակցություն ամերիկացիների ցանկացած բռնած գործ անվտանգություն է ավելացնում ամերիկյան ցանկացած մի դրոշ դատարկ ուրեմն անվտանգություն է ավելացնում սա ռուսները չեն էլի որ հազարավոր զորքերով գան կանգնեն եւ դա օրինակ նույնիսկ Ադրբեջանի համար որևէ արժեք եւ որևէ կարեւորություն չներկայացնի այս իմաստով իհարկե նաև մենք որոշ ջղաձգումներ ենք տեսնում Ռուսաստանի կողմից, Իրանում որոշ անհանգստություններ եղան եւ դրանք կապված են բացառապես նաև Վենսի այցի հետ եւ նաև կարծում եմ որ հարվածը որ պիտի տեղի ունենար Իրանի ուղղությամբ մեծապես նաև ուշանում է եւ լավ է որ ընդհանրապես տեղի չունենա հենց Վենսի այցով պայմանավորված որտեղ ի վերջո ռեգիոնալ այց է եւ ցանկացած հարված կարող է ուրեմն նաեւ այո հումանիտար օրինակ խնդիրներ առաջացնել նաեւ Հայաստանում գիտեք Թուրքիան օրինակ բուֆերային տարածք է եւ գոտի է ստեղծել որպեսզի հոսք չլինի Իրանից դեպի Թուրքիա եւ հոսքերը ավտոմատ գալու են հենց մեր ուղղությամբ այսինքն մենք որևէ բուֆերային գոտի չենք նախատեսել եւ այդ ուղղությամբ ասեմ որ նույնիսկ դեսպանատները հատկապես արևմտյան իրենց քաղաքացիներին ուղղակի պահանջում են լքել Իրանի տարածքը Թուրքիայի եւ Հայաստանի տարածքով Այդ Թուրքիան եթե փակում է մեծ հաշվով Հայաստանը մնում է միակ ճանապարհը եւ սա իր հետ նաեւ մեծ խնդիրներ է ստեղծում եւ Հայաստանը պիտի այդ կարողությունները կարողանա ստեղծել Սա է հիմնականում առաջիկա օրերը լարված են լինելու արդեն հատուկ ծառայությունները Միացյալ Նահանգների Secret Service-ը դեռ դեկտեմբեր ամսից Հայաստանում են իրենք պատրաստում են անվտանգության ամբողջ միջոցառումները հույս ունեմ որ նախապես ծրագրված բոլոր օրակարգային հարցերը հնարավոր կլինի քննարկել եւ դրանց լուծում տալ եւ ի վերջո այս կարճ ժամանակահատվածում օգոստոսի 8-ից հետո գիտեք օգոստոսի 8-ին միայն հրճակագրեր են ընդունվել այս բոլոր ուղղություններով եւ
շատերը թերահավատ էին, ասում էին այդ թռչակագրերը շատ ենք տեսել, ամերիկացիները այսպես, Տրամպը այսպես, դրանք երբեք կյանքի չեն կոչվելու։ Տեսեք, ինչ կարճ ժամանակում նաև ամերիկացիների հետևողականության շնորհիվ մի քանի անգամ արդեն աշխատանքային խմբերը հանդիպեցին նաև պետքարտուղարության արտգործնախարարների, փոխարտգործնախարարների մակարդակով, որպեսզի հնարավորինս արագ կարողանան կյանքի կոչել այն հռչակագրերը, որոնք արդեն պայմանագրերի տեսք կստանան նաև փոխնախագահ Վենսի այս կարևոր եւ պատմական այցով։ Այստեղ մի կետ կա, որը նշված էր ձեզ մոտ, ես դա ձեր էջից վերցրեցի, ֆինանսավորման աղբյուրների եւ պայմանների հստակեցման մասին եք խոսում, այդ ֆինանսավորման աղբյուրները Հայաստանի դեպքում մի քիչ պարզ չեն, դուք ձեզ համար պարզ է, թե ինչի մասին է լինելու խոսակցությունը։ Իհարկե, ես ասեմ, որ վերջերս Միացյալ Նահանգներում էի եւ հանդիպում էի շատ գործարար շրջանակների, օրինակ կիսահաղորդիչների այս կլաստերում ամերիկահայ ահռելի մեծ շրջանակ հետաքրքրություն ունի այնտեղ ներդրումներ անելու։ Այսինքն մենք հասել ենք միտեղ, երբ Հայաստան մարդիկ ներդրում են անում ոչ միայն նրա համար, որ Հայաստանում են անում, այլև որ Հայաստանից կարելի է շահույթ ստանալ։ Եվ դրա երաշխիքը նաև Միացյալ Նահանգների հետ ձեռք բերված պայմանավորվածություններն են։ Այսինքն կորցնելու բան չկա մեծ հաշվով, բանկերը տալիս են համապատասխան միջոցները, որպեսզի դրանք ներդրվեն հայ-ամերիկյան այս պայմանավորվածությունների առանցքում։ Ինչ վերաբերում է մեծ նախագծերի ֆինանսավորմանը, ասեմ, որ Եվրամիությունը օրինակ առաջին երկրներից էր, առաջին կազմակերպություններից էր, որ պատրաստ էր առանձին մեծ ծավալով ներգրավվել ուրեմն այս նախագծերի իրագործմանը, որտեղ մեծ հաշվով շահառուն էլ Եվրամիությունն է եւ եվրոպական շուկան։ Բայց ինչու է դա ներկայացվում որպես Ադրբեջանի հետ բանակցություններ են վարվում, Ադրբեջանի հետ են նրանք այդ մասին խոսում, ոչ Հայաստանի, թե մենք սխալվում ենք։ Մեզ հետ հավասարապես այդ հարցերը քննարկվում են, որովհետև, չգիտեմ, տիրաժավորվում է ավելի շատ Ադրբեջանի հետ ունեցած խոսակցությունը։ Ես ասեմ, որ նախագիծը ինքնին տրիպը ադրբեջանցիները այնտեղ որևէ գործ չունեն։ Տրիպը բացառապես հայ-ամերիկյան ուրեմն նախագիծ է եւ հայ-ամերիկյան ձեռնարկություն է, կորպորացիա է, որտեղ որոշումները բացառապես 27 եւ ուրեմն 46 համամասնությամբ 36 համամասնությամբ, եթե չեմ սխալվում, ուրեմն որոշումները կայացվում են ուրեմն Միացյալ Նահանգների եւ Հայաստանի կառավարության միջեւ։ Եվ այս իմաստով որևէ փոփոխության ենթակա չի այս համամասնությունը, Հայաստանը շարունակելու է իր ինքնիշխանությունը, իրավազորությունը պահպանել իր տարածքով անցնող բոլոր ենթակառուցվածքների նկատմամբ։ Իհարկե այնտեղ տեխնիկական հարցեր կան եւ շրջանակային այդ պայմանավորվածությունների մեջ back office, front office-ի հարցեր կան, որոնք եւս տեխնիկական լուծումներ են ենթադրում եւ նախորդին գիտեք ՊԵԿ-ում ամերիկյան առաջատար ընկերությունների եւ գերատեսչությունների մասնագետների հետ հանդիպում էր, թե օրինակ ինչպես պետք է Երևանից նստած մաքսային տեսուչը կառավարի մեղրիով անցնող բեռների անցումը։ Սրանք չափազանց կարևոր հարցեր են, որոնք հետաքրում են նաև մեր ժողովրդին, քաղաքական եւ հասարակական շրջանակներին եւ չափազանց կարեւոր է որպեսզի նաև այս այցերը որպես առիթ դառնան ուրեմն քննարկելու եւ ֆինանսների հարցերը եւ տեխնիկական հարցերը եւ տեխնոլոգիական հարցերը, որովհետեւ սահմանային անվտանգության ժամանակակից միջոցները ահռելի նաև տեխնոլոգիական ներդրումներ են ենթադրում, որոնք Միացյալ Նահանգները պատրաստ է այս փուլում ուրեմն աջակցել մեզ եւ մեզ զինել այդ տեխնոլոգիաներով։ Շատ շնորհակալություն։ Միացյալ Նահանգների փոխնախագահ Վենսի այցի հետ է արդյոք պետք պայմանավորել Ռուսաստանի արտգործնախարարության, կարծեմ 3 արված այն հայտարարությունը, հետաքրքիր կետեր կային այդ հայտարարության մեջ, մասնավորապես կրկին անգամ մատնանշվում էր, որ նախ որ Հայաստանը փափկից դուրս չի եկել, երկրորդը որ ռուսական ռազմաբազան եւ սահմանապահները Հայաստանի եւ ամբողջ Հարավային Կովկասի անվտանգ
անվտանգության ապահովման տարերն են եւ այդ հայտարարության մեջ նաեւ կար կետ, որ այո, իհարկե դիվերսիֆիկացնում է Հայաստանը իր արտաքին քաղաքականությունը, բայց չպետք է երևի ես այդ հատվածը ընթերցեմ, լավ, չեմ կարողանում, պետք է հասկանալ, որ Բրյուսելի եւ Վաշինգտոնի իբր բարի մտադրությունների հետևում կանգնած է սառը հաշվարկը նրանց համար այս տարածաշրջանը, որի հետ Ռուսաստանը պատմականորեն եւ անխզելիորեն կապված է, ոչ ավելին է կան պոտենցիալ ցավոտ կետ, այսինքն մեր տարածաշրջանը Վաշինգտոնի համար ցավոտ կետ է, որի վրա սեղմելով կարելի է փորձել վնասել Ռուսաստանին։ Այսպիսով արդյոք ում էր ուղված այս հայտարարությունը, միայն Հայաստանին էր ուղված, թե ոչ, եւ ինչ կա այստեղ ենթատեքստերը, որոնք են։ Նախ պատմական բոլոր առնչությունները Հայաստանի համար շատ տխուր հիշողություններ են միայն ստեղծել Ռուսաստանի ներգրավվածությունը Հայաստանի եւ տարածաշրջանի հարցերում միայն դժբախտություններ եւ աղետներ են բերել մեզ եւ դա չի կարող նաեւ մեր որոշումներում չունենալ նշանակություն իհարկե Վենսի այցը կարեւոր է բայց առաջիկա 2 օրերին սպասվում է նաեւ ազգային ժողովի նախագահի այց Ռուսաստան Մատվիենկոյի հրավերով եւ նախատեսված է Լավրովի նաեւ հետ հանդիպում Ալեն Սիմոնյանը հանդիպելու է Լավրովին եւ չի բացառվում որ այս հայտարարությունը ինչ որ կերպ նաեւ զոնդաժ անելու նպատակ ունի բայց գալով բուն բովանդակությանը որտեղ հապկն է հիշատակվում ԵԱՏՄ-ն է հիշատակվում որպես սահմանապահներն են հիշատակվում եւ ռուսական բազմը այո ռազմաբազան որպես անվտանգության բաղադրիչ այդ բոլորը ուղղակի ծիծաղ է առաջացնում որտեղ 2020 թվականին երբ պատերազմ էր ընդհանրապես այդ բազան նույնիսկ որևէ շարժում ցույց չտվեց որ ինքը այնտեղ գոյություն ունի այդ ռազմաբազայի մասին մենք իմացել ենք մերթ այն ժամանակ երբ որ խարփած զինվորները գնդացիրներով կրակահերթ են արձակել Գյումրիի շուկայում օրինակ կամ Ավետիսյանների տանը ուղղակի եղերական սպանություն է տեղի ունեցել ռուսական ռազմաբազայից փախած զինվորի կողմից մենք չենք տեսել որ մեզ հետ տեղի ունեցած նաև Հայաստանի տարածքի նկատմամբ 2021, 22, 23 թվականների ադրբեջանական ներխուժումների ժամանակ այդ ռազմաբազան որևէ կերպ կոչված է եղել Հայաստանի անվտանգության Ռուսաստանը գիտի այդ կետերը մենք արդեն բազմիցս եւ հասարակությունը ես կարծում եմ որ մենք իրենց անընդհատ պիտի հիշեցնենք այսպիսի հայտարարության ինչի նորից նախազգուշացում էր Հայաստանին իհարկե կարծում եմ որ այն տեքստերը են հայտարարությունները որոնք տեղ կգտնեն եւ երկկողմ ձևաչափով եւ դրանք չեն սահմանափակվի միայն Վենսի այցով առաջիկայում արևմտյան ահռելի ակտիվություն է լինելու դեպի Հայաստան, դեպի մեր տարածաշրջան եւ ռուսները հասկանում են, որ իրենք մեծ հաշվով այստեղ էական լծակներ ունենալով եւ տնտեսական եւ էներգետիկ եւ ռազմական եւ քաղաքական չունեն բավարար ազդեցություն այս գործընթացներում որևէ կերպ ներգրավվելու եւ ես իհարկե մեր հիմնական քաղաքական ուժի անհամաձայնությունը գործող իշխանության քաղաքականության հետ հենց դրանով էր պայմանավորված որ մենք այդ թելերը պետք է հերթով փուլ առ փուլ կարողանայինք կտրել հապկից առնվազն արդեն պետք է դուրս գալ ոչ թե սառեցնել կարգավիճակը մի կարգավիճակ որը չի էլ նախատեսված հապկի կանոնադրությամբ չկա այդպիսի հետևաբար մենք դե յուրե շարունակում ենք գտնվել հապկում ինչը եւս սահմանափակում է մեր հնարավորությունները ՆԱՏՕ-ի անդամ շատ ու շատ երկրներից հավելյալ տեխնոլոգիաներ ներկրել որոնք կարող են մեզ օրինակ անվտանգության եւ պաշտպանունակության եւ մարտունակության տեսանկյունից ավելի մեծ ուրեմն աջակցություն բերել երկրորդ ԵԱՏՄ-ն մեր պատկերացմամբ դա խեղդում է
ընդհանրապես տնտեսության մեր բոլոր հնարավորությունները եւ Միացյալ Նահանգների հետ այսպիսի տնտեսական նախագիծ կնքելու զուգահեռ շարունակել մնալ ԵԱՏՄ-ում ուղղակի խոսում է դրանց նշանակության եւ դրանց կշիռների, դրանց արժեքների անհամապատասխանության մասին եւ վաղ թե ուշ ես կարծում եմ, որ մեր առաջ խնդիր է դրվելու նաև մեր արևմտյան գործընկերների կողմից, որ ԵԱՏՄ-ն խոչընդոտ է մեր տնտեսական զարգացմանը եւ մեծ հաշվով մենք այս ծրագրի ամբողջական իրագործման համար ընտրության առաջ են կանգնելու։ Այստեղ նաև երկաթուղու խնդիրը կա։ Նախորդին Զախարովան օրինակ երկաթուղու վերաբերյալ կարևոր հայտարարություն էր անում իբր ուրեմն TRIP-ի վերաբերյալ ամբողջ պայմանավորվածությունները հիմա ուսումնասիրվում են երկաթուղու համապատասխան գերատեսչությունների կողմից։ Ով է հանձնարարել, որ իրենք այդ ուսումնասիրությունը կատարեն։ Ընդհանրապես ռուսները ինչ կապ ունեն հայ-ամերիկյան TRIP այս նախագծի հետ։ Ես դեմ չեմ, որպեսզի շատ ու շատ երկրներ մասնակցեն այս նախագծին, բայց չեն կարող ներգրավվել որպես հիմնադիր անդամ եւ չեն կարող ունենալ վետոյի իրավունք։ Ռուսները եւ Հայաստանի նրանց սազանդարները հիմնական լոբինգ են անում, որ ուրեմն այս նախագծում պետք է ռուսները եւ չինացիները տեղ գտնեն։ Մի բան, որ անհնար է, եւ ռուսները եւ չինացիները մեծ հաշվով չեն կարող, որովհետեւ եւ մեզ համար են սպառնալիք, եւ Միացյալ Նահանգների համար են դրանք անընդունելի պարտներներ։ Ավելին, միջին միջանցքը կառուցվում է մեծ հաշվով Չինաստանից կենտրոնական Ասիան եւ հարավային Կովկասը չինական ազդեցությունից կտրելու եւ Միացյալ Նահանգների ազդեցության տակ դրանք ուրեմն ներգրավելու համար։ Եվ այս իմաստով կարծում եմ, որ ընդհանրապես նախ Հայաստանը հարց չունի որ Բրյուսելին եւ Վաշինգտոնին օգտագործի Ռուսաստանին ցավեցնելու համար։ Չէ, նրանք են օգտագործում մեր տարածաշրջանը եւ տվյալ դեպքում Հայաստանը։ Հայաստանը գոնե դա թույլ չի տալիս, գոնե իր հրապարակային հայտարարություններում, Հայաստանը իր հրապարակային հայտարարություններում ամեն կերպ խուսափում է այս նախագծերը եւ այս պայմանավորվածությունները աշխարհաքաղաքական ուրեմն դիմակայության դաշտ տեղափոխել եւ դա չափազանց ճիշտ է, միևնույն ժամանակ մենք խորացնում եւ մեծացնում ենք համագործակցությունը այն ուղղություններով, որտեղ վերջին տարիներին մեծ հաշվով մենք անհրաժեշտ աջակցություն եւ պաշտպանություն ենք գտել եւ Եվրամիության ուղղությամբ, եւ Եվրամիության առանձին երկրների ուղղությամբ, եւ Հնդկաստանի ուղղությամբ, եւ Միացյալ Նահանգների ուղղությամբ ձեռք են բերվել ռազմաստրատեգիական, ռազմատեխնիկական համագործակցության այնպիսի պայմանագրեր, որոնք 2023 թվականից ի վեր այն օրից երբ մենք հասկացանք վերջնականապես, որ Ռուսաստանը մեր դաշնակիցը չէ, Ռուսաստանը Թուրքիայի հետ համաձայնեցված այս տարածաշրջանը կիսելու Մեղրին Հայաստանից եւ հայ-իրանական սահմանը Հայաստանից պոկելու ծրագիր է իրականացնում եւ ըստ էության նոյեմբերի 9-ի այդ հայտարարության իմաստը եւ բովանդակությունը հենց դրանում էլ ամփոփված էր եւ չմոռանանք, որ այդ տեքստի հեղինակը Պուտինն է։ Դրա մասին եղել է հստակ արձանագրում եւ հայտարարություն, իսկ այդ տեքստի հայտարարությունից օրեր անց Շոյգուն ուղակի ղազախական հերոստատեսությանը տվել է հարցազրույց եւ խոստովանել, որ Թուրքիայի հետ իրենք փայլուն օպերացիա են իրականացրել Ղարաբաղի տարածքում։ Այս հայտարարություններից հետո, այս արձանագրումներից եւ տեքստերից հետո քննարկել, որ Հայաստանը պետք է ձեռնպահ մնա եւ թույլ չտա, որ իրեն օգտագործեն Ռուսաստանի դեմ եւ այլն, նախ Հայաստանը չունի այդ կարողությունը, որ եւ այդ լծակները, որպեսզի օգտագործեն, ավելին մեր արևմտյան գործընկերները մշտապես ըմբռնումով են վերաբերել Հայաստանի շատ զգայուն դիրքին եւ իրավիճակին, բոլորը շատ լավ գիտեն, որ Ռուսաստանի ուրեմն ռազմակայան կա Հայաստանում։ Շատ լավ գիտեն, որ հայ-թուրքական սահմանին դեռևս կանգնած են ռուս սահմանապահներ FSB-ի հատուկ
ուժեր գիտեն, որ Հայաստանը շատ զգայուն հարաբերություններ ունի Իրանի հետ եւ մենք այս նախագծերը իրականացնելիս պիտի հաշվի առնենք նաեւ Իրանի շահերը եւ Իրանի վաղամերիկ այն արտգործնախարարը, որը ուղղաթիռում զոհվեց, Աբդուլհահյանը մի շատ կարևոր հայտարարություն էր անում, որ Հայաստանի անվտանգությունը Իրանի անվտանգությունն է եւ չափազանց կարեւոր է, որպեսզի մենք այս տեքստը կարողանանք դարձնել հայ-իրանական այս պահին չհասկացվածության հիմնական լուծման բանալին։ Կա չհասկացվածություն։ Կա այդպիսի բան։ Վերջերս այդպիսի վելայեթի կողմից եղան հայտարարություններ, որ իրենք ունեն անհանգստություններ եւ որ ամերիկացիների հետ մեր պայմանավորվածությունները կարող են հայ-իրանական սահմանի նկատմամբ վերահսկողության խնդիրներ առաջացնել եւ իրանական կողմից եւ հայկական կողմից թեև հայաստանցի պաշտոնյաները օգոստոսի 8-ից հետո քանիցս առիթ ունեցան հարցը կոմունիկացնել, որ որևէ բան տեղի չի ունենալու սահմանի հետ եւ ավելին ամերիկացիները օգոստոսի 8-ից հետո հստակ նաև հայաստանցի պաշտոնյաներին խնդրեցին, որպեսզի հարցը կոմունիկացվի իրանցի գործընկերների հետ, որ իրենք հանգիստ լինեն, որ հայ-իրանական սահմանի հետ ոչինչ տեղի չի ունենալու։ Ես հասկանում եմ, որ նաև ռուսների հրահրմամբ այս հարցը իրանցիները անընդհատ բարձրացնում են, որովհետև հասկանում են, որ մեզ համար մեր հարավային սահմանի, մեր հարավային հարևանը չափազանց կարևոր է եւ նրա շահերը մենք չենք կարող ուղղակի հաշվի չառնել եւ նույնիսկ տրիպի այդքան պատկառելի կարևոր նշանակությունը հնարավոր չի կյանքի կոչել առանց Իրանի համաձայնության եւ համերաշխության ու չափազանց կարևոր է որպեսզի իրենք հասկանան, որ եթե իրապես Հայաստանի անվտանգությունն իրենց անվտանգությունն է, տրիպը ավելացնում է Հայաստանի անվտանգությունը, Հայաստանն իրեն ավելի անվտանգ է զգալու տրիպի ուրեմն իմպլեմենտացիայով եւ դրանով Իրանը շեշտակիորեն պիտի նաև ուրեմն շահագրգռված լինի, որտեղ դա իր դրացի Հայաստանի անվտանգությունն է ավելացնում։ Ինչ վերաբերում է ռուսներին, կարծում եմ, որ ռուսները հատկապես երկաթուղու մասով դժվարություններ են ստեղծելու, հատկապես հայ-իրանական սահմանին մենք ռուսական սահմանապահներ ունենք, նրանց հարցերը պիտի արագ կարողանային լուծել։ Ստեղծելու ասելով ինչ նկատի ունեք։ Դե մենք տեսնում ենք շահագրգռություն ինքնին նախագծում մասնակցել, գործով իրենց ձեռքի տակ եղած գործիքները չափազանց սահմանափակ են, իհարկե խղճահարություն է առաջացնում Ռուսաստանի այս տեքստերի հրապարակումը մի պայմաններում, երբ իրենց կենսական ազդեցության երկրներից ուղղակի դուրս են վռնդվում, Վենեսուելան վերջին երկիրն էր, որտեղ Ռուսաստանը ահռելի եւ աշխարհաքաղաքական, եւ տնտեսական, եւ նավթային հետաքրություններ ուներ եւ միայն պետք է տեսնել այն սպառազինության ցուցակը, որ Ռուսաստանը մշտապես մատակարարել է Վենեսուելային եւ հիմա տեսանք, թե ինչ տեղի ունեցավ իրենց պաշտպանած Մադուրոյի հետ։ Մենք տեսանք, թե Սիրիայում ինչ եղավ Ռուսաստանի հետ։ Մենք տեսնում ենք, թե Իրանում հիմա ինչ է տեղի ունենում Ռուսաստանի հետ։ Եվ Ռուսաստանը օրստորե կորցնում է իր ազդեցությունը մերձավոր արևելքում, նաև այն հատվածներում, որտեղ ավանդաբար ռուսական ազդեցությունը Չինաստանի հետ շատ զգալի եւ նշանակալի է եղել։ Այս պայմաններում իհարկե իր պերիֆերիաներում փորձում է ցույց տալ, որ ինքը դեռ ողջ է, ես կարծում եմ, որ նույնիսկ կարելի է չարձագանքել պետական իշխանական մակարդակով այսպիսի հայտարարություններին, այս հայտարարություններին կարող են պատասխանել մամլո խոսնակները, ուղղակի խղճահարություն առաջացնող հայտարարություններ են այն համապատկերին, որ մենք մեր աչքի առաջ է տեղի ունեցել 2020, 21, 22, 23 թվականին Արցախը ուղղակի դատարկվել է ռուս խաղաղապահների, այսինքն լուր
հայացքների առաջ։ Ադրբեջանցիները ընդամենը տեղեկացրել են, որ իրենք ռազմական հակահաբեկչական օպերացիա են սկսում Արցախի տարածքում եւ առանց որևէ բարդության, առանց որևէ խնդրի տեղի ունեցել էթնիկ զտում։ Մենք դա չենք ներել ռուսներին։ Իրենք ինչքան ուզում են եղբայրության եւ դարավոր բարեկամության մասին լեգենդներ հյուսեն, դա չի ներվելու եւ մենք կարծում եմ, որ մեր քաղաքականության հիմքում պետք է այդ հիշողությունը մշտապես արկա ունենանք։ Շնորհակալ եմ գովաստ հայտարարենք եթերում, այնուհետև շարունակենք մեր զրույցը, որտեղ քննարկելու շատ հարցեր եմ դուրս բերել։ Գովազդ եթերում սիրելի հայրենակիցներ, մնացեք մեզ հետ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուրբախ։ Գտնվում է գերազանց վիճակում։ Գինը 15000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094 115 310։ Երևան փոստը Գրանադայի ուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք մեկ արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք պարոն Արման Բաբաջանյանի հետ հանուն հանրապետություն կուսակցության նախագահի։ Պարոն Բաբաջանյան, եւս ձեր Facebook-յան էջից եմ վերցրել ձեր այս ձևակերպումը նոյեմբերի 9 պաշտպանողները, ասում եք դուք, չպետք է տեղ ունենան մեր երկրում, դա ռուս-թուրքական ծրագիր էր ընդդեմ Հայաստանի Հանրապետության։ Մենք դուք եք տեղյակ, ես պարզապես նորից հիշեցնեմ, որ շատ անգամ բոլոր եւ հասարակության մեջ է խոսում եւ վերլուծաբաններն են ասում այդ մասին, որ TRIP ծրագիրը դա նույն այն է, ինչ նոյեմբերի 9-ի ծրագիրն է եղել եւ բացառությամբ խաղացողներն են փոխվել, ինչու ենք ինքներս մեզ խափում։ Հայաստանը շատ մեծ
բան է կորցնում նաև այժմ եւ մանավանդ երբ որ դուք էլ հիշեցրեցիք Զախարովան այդպես ակնարկեց որ իրենք քննարկում են թե ինչպես պետք է Ռուսաստանը մասնակցի կամ ինչ մասնակցություն կարող է ունենալ այդ TRIP նախագծի մեջ նա ակնարկեց որ երկաթգծերը դե նա ասեց մենք մեծ փորձ ունենք մեր երկաթգծերը մեծ փորձ ունեն նկատի ունենալով երկաթգծերի հանգամանքը եւ այսպես նոյեմբերի 9-ը եւ TRIP-ը նույն ծրագիրն են մենք ինքներս մեզ խափում ենք թե դուք այնուամենայնիվ կարող եք հերքել դա Դե առնվազն պետք է ստրուկ լինել եւ ծանծաղ առնվազն որպեսի տարբերությունը չհասկանանք թե օգոստոսի 8-ը ինչ առավելություններ է տալիս Հայաստանին, որ օգոստոսի 8-ը որևէ կերպ չի խախտում Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունն ու իրավազորությունը այն տարածքի նկատմամբ, որտեղով անցնելու են այդ բոլոր ենթակառուցվածքները, անբարոյական են ուղղակի են մարդիկ, ովքեր փորձում են հավասարության նշան դնել կամ փորձել TRIP-ը կոչել միջանցք եւ այլն եւ այլն։ Ակնհայտ է, որ նոյեմբերի 9-ի համաձայնագրով, որին այդքան տենչում են ձեզ հայտնի շրջանակները, Հայաստանը կորցնում էր իր ամբողջ իրավունքները այդ տարածքի նկատմամբ։ Եվ Հայաստանը ընդհանրապես կորցնում էր իր կենսունակությունը նաև որպես պետություն։ Մենք ինչու ենք ոգևորված այս պայմանավորվածությամբ, որովհետև սա մեզ համար ոչ միայն անվտանգային խնդիրներ է լուծում, նաև տնտեսական հեռանկարներ է բացում։ Հայ-ամերիկյան այս պայմանավորվածությունները հնարավորություն են տալիս նոր ներդրումների համար։ Հայաստանը այնպիսի երկիր է ընկալվում, որտեղ կարելի է 100-ամյա օրինակ հեռանկարով ներդրում անել։ Սա ինքնին խոսում է չափազանց կարևոր ուրեմն նշանակության մասին է փաստաթղթի։ Ինչ վերաբերում է RЖD-ին, դա չափազանց վտանգավոր է Զախարովայի հայտարարությունը, հատկապես վարչապետի արած հայտարարությունների համատեքստում, երբ ինքը հստակ ասաց, որ 3 առնվազն հատվածներում ակնկալում է, որ RЖD-ն շինարարական աշխատանքներ կկատարի եւ երկաթուղին կամբողջանա։ Բայց ես հեռու եմ այն մտքից, որ ռուսական երկաթուղիները ի վիճակի են որևէ շինարարական աշխատանք կատարել են պայմաններում, երբ իրենք բանկրոտ են ուղղակի։ Ռուսական երկաթուղիները Մոսկվայում վաճառքի են հանել նույնիսկ իրենց կարևոր ուրեմն գրասենյակները, երկնաքերերը, որպեսզի կարողանան այդ իրենց պարտքերը տալ 50 միլիարդ դոլարի պարտք ունի ուրեմն հայկական երկաթուղու մայր կազմակերպությունը։ Գիտեք, իհարկե սա ռուսական սեփականություն չի, կոնցեսիոն կառավարման շրջանակներում են ռուսները այստեղ ներգրավված, բայց եթե այդ աշխատանքները չեն կարողանալու կատարել եւ եթե Հայաստանը պատրաստ է այդ աշխատանքները ինքը կատարել, կարծում եմ ոչ միայն այդ հատվածների կոնցեսիայի վերանայման անհրաժեշտություն կծագի, այլ քանի որ մեր երկրի առաջ այսպիսի մեծ հնարավորությունների պատուհան է բացվել, Հայաստանը պիտի խոսի ընդհանրապես այդ կոնցեսիոն պայմանագրի վերանայման մասին։ 2018 թվականին վստահ եմ կհիշեք, թե ինչ ահռելի քրեական մեծ վարույց սկսվեց RЖD-ի նկատմամբ եւ միլիոնավոր, տասնյակ միլիոնավոր, 100 միլիոնին մոտեցող խախտումների մասին ընդամենը շաբաթների ընթացքում նյութեր հավաքվեցին։ Լավրովի մի հոխորտանքից հետո մենք դադարեցինք այդ քրեական վարույթը, որովհետև մտածում էինք, որ ռուսները այնուամենայնիվ մեր անվտանգության երաշխավորն են։ Հիմա որևէ բան չի խանգարում, որպեսզի հեծը ազգայնացնելուց հետո ուրեմն կամ դրան զուգահեռ մենք այսօր դիտարկենք նաև կոնցեսիան հետ ուրեմն չեղարկելու եւ երկաթուղին ամբողջությամբ պետականացնելու ուղղությամբ քայլեր իրականացնենք եւ նորմալ օպերատոր գտնենք, որը անհրաժեշտ ներդրումներ կանի, այնպես ինչպես օրինակ Հարևան Վրաստանում շատ կարճ ժամանակում ինչպես կարողացան իրենք որակյալ երկաթուղիներ ունենալ։ Մենք պիտի տեսնենք եվրոպական առաջատար փորձը որն է եւ այնտեղից կարողանանք օպերատորներ ներգրավել եւ լավագույն
իմ լուծումներ Դա գտնել։ քաղաքական երկրաշարժ չի առաջացնի Հայաստանի եւ Ռուսաստանի մեջ։ Դե գիտեք, մենք այդ երկրաշարժերի մեջ անընդհատ պերմանենտ ապրում ենք, կարծում եմ Ռուսաստանի մասով որևէ երկրաշարժի հերանեկար պետք չի փնտրել, այնպես ինչպես դուք եւ շատերը կարծում էին, որ Զվարթնոցից ռուսների դուրս բերումը երկրաշարժ կստեղծի, բայց ռուսներից բան չի մնացել։ Մեծ հաշվով ռուս-ուկրաինական պատերազմը այնպես է մաշում ռուսական եւ ռազմական ուժը եւ նաեւ դիվանագիտական կարողությունները եւ մենք այս պատուհանը նաև ռուս-ուկրաինական այս պատերազմը նաև մեզ համար պատուհանը բոլոր այն հարցերը, որոնք որ այլ պայմաններում, խաղաղ պայմաններում Հայաստանի վիճակի չի լինի լուծել, մենք կարողանանք լուծել։ Ի վերջո երկու հիմնարար հարց լուծեցինք այս ընթացքում։ Հայ-իրանական սահմանի անցակետից ռուսներին դուրս բերեցինք եւ Զվարթնոցից կարողացանք դուրս բերել։ Ինչա խանգարում, որ մենք ավելին անենք եւ ավելի մեծ ինքնիշխանություն եւ իրավազորություն ձեռք բերենք մեր Ինչ եք կարծում։ Հայ-թուրքական սահմանը բացելուց հետո նույն հարցը բարձրանալու է ռուս սահմանապահների։ Այդ հարցը հիմա կա, խորիկից օրինակ ես գիտեմ, որ ռուս սահմանապահները դուրս են բերվել եւ այնտեղ հիմա հայ սահմանապահներն են եւ Հայաստանի դերոշն է բացառապես։ Եվ իդեպ ասեմ, որ Վենսի այցի օրակարգային հարցերից մեկը կարող է լինել նաեւ երրորդ երկրների քաղաքացիների համար հայ-թուրքական սահմանի բացումը եւ հայտարարումը, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերություններ են հաստատվելու։ Ես գիտեմ, որ ամերիկացիները գրգռված են, որպեսզի առաջիկայում առնվազն գոնե տարվա առաջին կեսին այդպիսի պատուհան բացվի։ Դրա մասին խոսել էր նաև Ֆիդանը, եթե հիշում եք անցյալ տարեվերջին, որ միջև մի քանի ամիս հետո կարող է սահմանը բացելու հեռանկարներ բացվեն։ Նախորդին տեսակ Բաքվի խորհրդարանականներ էին խոսել այն մասին, որ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել միջև հունիս ամիսը։ Ըստ էության ակնարկելով, որ այլևս սահմանադրությունը փոխելու պահանջ որպես այդպեսին չկա, Հայաստանը կարող է խոստանալ, որ առաջիկա սահմանադրական փոփոխություններում Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնություններ չի ներառի։ Դա կարող է բավարար համարվել Ադրբեջանի համար, ուրեմն խաղաղության պայմանագիրը ստորագրելու տեսանկյունից։ Սա չափազանց կարևոր ձեռքբերում է եւ ասեմ, որ սա առանց ամերիկացիների, առանց տրիպի համաձայնության, առանց խաղաղության գործարքի հնարավոր չէր հասնել։ Ի վերջո մենք պիտի գնահատենք խաղաղության այս պատուհանը, որ բացվել է Հայաստանի համար, եւ պիտի հնարավորինս ամրապնդենք մեր եւ ռազմական կարողությունները, եւ տնտեսական կարողությունները, եւ Հայաստանի նշանակությունը պիտի կարողանանք էապես բարձրացնենք, իսկ դա կարող ենք անել հատկապես այն երկրների հետ, ովքեր թելադրող դերակատարություն ունեն աշխարհում եւ դոմինանտ նշանակություն ունեն։ Իսկ այդ ուղղությամբ ճիշտ ասած Հայաստանի համար բացառիկ պատուհան է եւ եվրոպական ուղղությամբ շեշտակի ավելացնելու իր ջանքերը, որտեղ մենք Եվրոպական միության հետ ունենք ստրատեգիական գործընկերության օրակարգ եւ Միացյալ Նահանգների հետ ունենանք զուգահեռաբար շատ լավ հարաբերություններ եւ խորացնել այդ հարաբերությունները։ Այս իմաստով ինձ համար խաղաղություն կոչված այդ օրակարգը, որը նաեւ հիմա ընտրություններում փորձ է արվելու դարձնել որպես հիմնական քննարկման հարց։ Խաղաղությունը ամրացնող քայլեր են պետք։ Խաղաղությունը պետք է ժամ առաջ Հայաստանի բոլոր բնակավայրերում, ամենահեռավոր բնակավայրերում մարդիկ զգան իրենց մաշկի վրա ինչ է փոխվում իրենց կյանքում։ Չափազանց կարևոր է, որպեսզի խաղաղությունը բարեկեցություն, նորանոր հնարավորություններ ու հորիզոններ ու հեռանկարներ բերի մեր ժողովրդին։ Եվ սա հնարավոր է, եթե մենք նախ արտաքին քաղաքական կարևոր որոշումներ կայացնենք, որտեղ մեր համոզմամբ խաղաղությունը եւ հապկում Հայաստանի անդամակցությունը անհամատեղելի է։ Խաղաղությունը եւ ԵԱՏՄ-ում Հայաստանի անդամակցությունը անհամատեղելի է։ Խաղաղությունը եւ Ռուսաստանը առհասարակ անհամատեղելի են, որտեղ Ռուսաստան այնտեղ մշտական պատերազմներ եւ առնահոսություն։ Հիմա այ խաղաղության օրակարգը գլխավոր թշնամին է Ռուսաստանի եւ Ռուսաստանի քաղաքականության, Ռուսաստանի տարածաշրջանային քաղաքականության եւ մեր խնդիրն է
կտրել բոլոր այն թելերը, որոնք կարող են Ռուսաստանի ձեռքում օգտագործվել խաղաղության այս օրակարգը շահարկելու ճանապարհին թույլ չտալու ես ճանապարհին։ կարող եմ դուք արդեն ոնց որ անցանք մենք ներքաղաքական հարցնել կարող ենք քննարկել շատ քիչ ժամանակ է մնացել ես շատ կուզեի ձեզ այդ եվրո գուցե ներքին հարցերին մի քիչ ուշ այդ եվրո ինտեգրման թեման Եվրոմիության անդամակցության հարցնել ես կուզենայի այնուամենայնիվ ձեզ հետ քննարկել արդյոք Միացյալ Նահանգների հետ այսպեսի ծրագրերում եւ ավելի լավ հարաբերություններ այսպես ճակերտներում ասեմ հարաբերությունների խորացումը այդ նույն խաղաղության խորհրդին անդամակցելը մաս կազմելը Հայաստանին չի հեռացնում եվրոպական երկրներից Եվրամիությունից։ Իհարկե ոչ, մենք զուգահեռաբար եւ խաղաղության խորհրդին եւ Գազայի հետ կապված համաձայնությունների Եգիպտոսում կայացած ամերիկյան ուրեմն բոլոր այս նախաձեռնություններին մասնակցել ենք, զուգահեռաբար շարունակել ենք ակտիվացնել եւ չափազանց ակտիվ պահել Եվրամիության հետ մեր հարաբերությունները եւ դա օրենքով ամրագրված պարտավորություն է, դրա մասին նաեւ նախորդին Արադ Միրզոյանը Ստրասբուրգում նշեց Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում, իդեպ Արադ Միրզոյանը Եվրախորհրդին Հայաստանի անդամակցության 25-ամյակի առիթով այնտեղ էր եւ չսահմանափակվեց միայն Ստրասբուրգով, գնաց Բրյուսել, կարևոր հանդիպումներ ունեցավ, գիտեք նաև Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաներ են այստեղ նախորդին նրանք հանդիպում էին անվտանգության խորհրդի քարտուղարին եւ քննարկում էին արդեն երկրորդ տարին անընդմեջ Հայաստանի կողմից խաղաղության այդ հիմնադրամի 20 միլիոն հատկացրած գումարի ուրեմն ծախսման ուղղությունները չափազանց կարևոր այլ հանդիպում կա այսօր վարչապետի աշխատակազմի ղեկավարը հանդիպում էր քաղաքական հարցերով պատասխանատուներին Եվրամիության այսինքն այս ուղղությամբ մենք շատ լավ առաջ ենք գնում բայց կարծում եմ որ անդամակցության համար չափազանց անբավարար են այս բոլոր հանդիպումները ես կարծում եմ որ անդամակցության առաջին քայլը կլիներ որպեսզի Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գար եւ DCFTA-ի շուրջ անհապաղ սկսեր բանակցությունները։ Գիտեք, երբ որ մենք օրենքի համար ստորագրություն էինք հավաքում եւ մոտավորապես անցյալ տարի այս նույն ժամանակահատվածում օրենքի ընդունման շատ բուռն քննարկումներ էին, Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը ուղղակի պարզ տեքստով ասաց, որ բնականաբար մեր հաջորդ քայլը այս օրենքի ընդունումից հետո պիտի լինի DCFTA-ի շուրջ համաձայնագրի բանակցությունները դա ասոցիացման համաձայնագիրն է Հայաստանը մի բան որ 2013 թվականին հիշում եք մի խայտառակ գիշերվա բանից հետո որոշումից հետո Հայաստանը հրաժարվեց ասոցիացման հեռանկարից եւ տնտեսական այն հեռանկարները որոնք Հայաստանի առաջ կբացվեն համեմատելի չեն նույնիսկ ԵԱՏՄ անդամակցության հետ մենք պիտի այդ թելը կտրենք մենք պիտի հապկից դուրս գանք ամրապնդենք ավելի ու ավելի մեր համագործակցությունը այն երկրների եւ այն կազմակերպությունների հետ, որտեղ Հայաստանը իրեն ավելի ապահով եւ անվտանգ է զգում եւ որոնք ճանաչում են Հայաստանի եւ ինքնիշխանությունը եւ անկախությունը եւ տարածքային ամբողջականությունը եւ որպես ժողովրդավար երկիր հարատևելու ուրեմն իրավունքը Հնդկաստանի ռազմական ուժերի պաշտպանության ուժերի գլխավոր շտաբի պետն է Հայաստանում Սա եւս եվրոպական ուղղության համար չափազանց կարևոր ուրեմն քայլ է գիտեք Եվրամիությունը եւ Հնդկաստանը անցյալ շաբաթ 20 տարվա բանակցություններից հետո դարի համաձայնագիր են ստորագրել հասկանում ենք չէ որ Հնդկաստանը եւ Եվրամիությունը օթով չեն հաղորդակցվելու ցամաքով հաղորդակցման վստահելի հանգույցներ են փնտրում եւ Հայաստանը եւ Եվրամիության համար եւ Հնդկաստանի համար այդ կարևոր հանգույցներից մեկն է դուք պատկերացնում եք ինչա նշանակում Հնդկաստանի առևտուր Եվրամիության հետ ծավալներ աշխարհի ամենա մարդաշատ դեմոկրատիան
որը ցանկալի երկիր է շատ ու շատ գերհզոր միավորների երկրների համար եւ մենք պիտի կարողանանք այս պատուհանը մաքսիմալ օգտագործել ու կարծում եմ որ խաղաղության ամրապնդման ուղղությամբ ահռելի աշխատանք կանելու եւ այդտեղ ներքաղաքական զարգացումները ունեն չափազանց կարեւոր նշանակություն, որտեղ առանց ներքին համախոհության այս հարցերի, առանց ներքին կոնսոլիդացիայի քաղաքական, հասարակական սեգմենտների, խաղաղության որպես անելիք, խաղաղության որպես հիմնական գործառույթ յուրաքանչյուրի ոնց ամրապնդել այս խաղաղությունը, որտեղ խաղաղությունը այդպես երկնքից իջած մանանա չպիտի ընդունենք որպես, այլ ձեռները քշտելու եւ օրնիբուն աշխատելու ժամանակահատված պատուհան պիտի սա մեզ համար դառնա եւ մենք որպես քաղաքական դերակատարներ ուղղակի մեր միջազգային գործընկերներին, ամերիկացի, եվրոպացի, արաբական աշխարհում պիտի բոլորը տեսնեն, որ այս օրակարգի նշանակությունը հայ ժողովուրդը եւ Հայաստանում, եւ Հայաստանից դուրս խորությամբ ընկալել եւ արժեվորել է։ Անկախ նրանից թե ինչ քաղաքական Ես հակառակը կարծում եմ, որ այ քաղաքական ուժերը, որոնք չեն ընդունում այս կարևոր ձեռքբերումը եւ տարատեսակ այսպես մանիպուլյացիաներով փորձում են աղճատել ընդհանրապես այս օրակարգը, խաղաղության օրակարգը, որպեսզի արժեզրկեն դրա նշանակությունը, նրան էպիթետներ տալով, որ սա անարժանապատվության, չգիտեմ, անարդարության խաղաղություն է։ Դրանք բոլորը թաքնված պատերազմի քարոզչություն են։ Պատերազմի քարոզչությունը պիտի օրենքով արգելվի Հայաստանում։ Եվ քաղաքական այն ուժերը, որոնք օգոստոսի 8-ի համաձայնության դեմ են, ընդհանրապես պիտի դուրս շպրտվեն քաղաքական համակարգից։ Համենայն դեպս Ալիևի մոտ խաղաղություն քարոզողներն են նստած, գիտեք դրա մասին, նա արգելափակում է եւ բանտարկում են մարդկանց, ով խաղաղություն են ասում։ Լավ, դա այլ հարց է։ Բայց դա իրանց ներքին գործերն են, ես չեմ ուզում դրա մեջ մտնել։ Ես գիտեմ, որ օգոստոսի 8-ից հետո նոր ձերբակալություններ գոնե չեն եղել։ Այդ օրակարգով գոնե նրանք ովքեր փորձում են ազատել հենց նրանց, ովքեր որ խաղաղության մասին են։ Կարծեմ իրենք են դիմում նաև Ալիևին, որ դուք խաղաղություն եք հաստատում մի երկրի հետ, որի համար մենք շատ ուրախ ենք եւ մեր բանդում գտնվելը մեծ հաշվով։ Կան տենց կազություններ իհարկե կան։ Պարզապես քիչ ժամանակ ունենք ներքին հարցերին, չեմ կարող չհարցնել։ Այդ ցուցակը ամբողջ եւ Facebook-յան եւ սոցցանցերում այդ հարցումները սկսվել են մարդկանց, թե ում կընտրեիք, եթե ուրեմն ընտրություններին գնալուց ում կընտրեիք, եւ մենք տեսանք մի հսկայական այսպես վիրտուալ իհարկե տախտակ, որտեղ, չգիտեմ, ես չեմ հաշվել, երևի 20-30 քաղաքական գործիչներ կային, ովքեր երևի թե մասնակցում են ընտրություններին։ Իմ հարցս հետևյալն է. արդյոք մարդկանց պետք է ընտրեն մարդիկ, թե քաղաքական ուժերին պետք է ընտրեն, որովհետև մարդկանց անուններ են տալիս, ասենք, չեմ ուզում ոչ մեկի անունը հիմա տալ, գուցե մենք ինչ-որ սխալ է մարդկանց տպավորությունը, եւ 30 քաղաքական գործիչ ներողություն, եթե գնան ընտրությունների, դա փոշիացում է, դա ով կհավաքի ձայն, եթե ամեն մեկին նախընտրեն մի քաղաքական գործչին, այն մեկը մյուսին, դե կլինեն ինչ-որ միավորումներ, իհարկե կլինեն դաշինքներ։ Մի խոսքով մարդկանց են ընտրում, թե քաղաքական կուրսն են ընտրում։ Կարծում եմ, որ քաղաքական կուրսը արդեն գնալով ավելի ու ավելի կարևոր է դառնում եւ միայն անհատների դերը եւ անհատների նշանակությունը գնալով ավելի ու ավելի պակասում է եւ դա լավ է, հատկապես պարլամենտական մեր կառավարման այս պայմաններում կուսակցություններին առաջ տանելու ավելի լավ հնարավորություն դժվար է պատկերացնել։ Ես կարծում եմ, որ նաև ռուսական քաղաքականության մարտավարության մասը փոշիացնել հնարավորինս պոտենցիալ են կոնսոլիդացվող ձայները, որոնք որ իրենց ազդեցությունից դուրս են։ Եվ այս ուղղությամբ իհարկե մեր որոշումները եւս դրանք
պայմանավորող հանգամանք են լինելու։ Մենք իհարկե որոշում ունենք, որ մասնակցելու ենք ընտրություններին եւ հիմա ընդլայնված ցուցակի վրա ենք աշխատում, որպեսզի հնարավորինս ներկայանալի լինենք եւ տարբեր ասպարեզներ կարողանանք ներկայացնել մեր պատկերացումները մեր ժողովրդի հետ հաղորդակցության համար, բայց մենք գիտենք ով է մեր ընտրողը, մենք գիտենք մեր ընտրողը ինչ է փնտրում, մենք գիտենք, որ մեր ընտրողը մեծ հաշվով մերժում է նախկիններին, համերաշխ չի եւ խռոված է ներկաներից, մենք տեսնում ենք մեզ համար իրական հնարավորություն ուրեմն թիրախավորելու եւ մեր իրական ընտրողին գտնելու։ Մեր ընտրողը ըստ սոցիոլոգիական հարցումների, IRI վերջին ամերիկյան հարցումների 61% բոլոր քաղաքական ուժերին եւ գործիչներին ու կուսակցություններին մերժող դուրը փակած ընտրության չգնացող Հայաստանի քաղաքացին է 61%, սա չափազանց վտանգավոր թիվ է եւ կարծում եմ, որ մեր գլխավոր պարտականությունն է այս պահին այդ հատվածին դուրս բերել տներից, տանել ընտրությունների, որովհետեւ նաեւ համոզված եմ, որ ընտրությունների ելքը հենց իրենք են որոշելու ով որ քաղաքական ուժին որ հաջողվեց այդ մարդկանց տնից դուրս տանել այդ օրը քվեարկության մեծ հաշվով նա է ֆավորիտների ցուցակում հայտնվելու։ Ես շատ շնորհակալ եմ այսօրվա զրույցի համար։ Ես եմ շատ շնորհակալ այս հնարավորության համար։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, պարոն Արման Բաբաջանյանի հետ էինք զրուցում հանուն Հանրապետության կուսակցության նախագահ զրույցը վարում էր Գայանե Առաքելյանը։ Բարին ընձեզ։